Այսօր հայտարարում եմ մաքրության օր, սենյակս եւ գարդերոբնիս ուղակի պայթած են, ավելի հարմար բառ չկա, չգիտեմ, մի քանի օր գործեր ունեի, կուտակվել է սենց բոլոր շորերս, հետո ձմեռային, ամառային, աշնանային, գարնանային, մի խոսքով։ Հիմա պետքա փորձեմ շատ արագ հավաքեմ, ահա որ ուղակի ամեն ինչ ուրիշ տեղ է, իրա տեղը չի, բոլոր իրերը լավ չխրանամ, հավաքելու եմ գնում։ Եվ ի պատասխանային մարդկանց, ովքեր ինձ հարցնում են, Ռոզա ջան, ինչու ակտիվ չես, ասեմ, երբ հասցնեմ ակտիվ լինեմ։ Նոր գնացի սուպերմարկետ, հիմա եկա տան գործ պիտի անեմ, հետո մի հատ դուրս եմ գալիս, բան ունեմ նկարելու, հետ եմ գալիս, ընդհետից էլ չարժված, ուրիշ ամեն ինչ վարվում է աշխատանքը։ Հիմա լավ է, որ աշխատանքի չեմ, մի խոսքով ես գնամ իմ գործերն անեմ, արդեն շատ եմ խոսում, խոստանում եմ, ակտիվ եմ դառնալու, մի քիչ էլ սպասեք։ Իսկ այս սթորին ուղղում եմ հատուկ բոլոր այն անմակարդակ եւ անգրագետ մարդկանց, ովքեր հերիք չեն կարողանում սթորիս ուղարկեն իրենց ընկերներին, ինձ են reply անում, պատասխանում եւ ես տեսնում եմ իրենց մեսեջները, բացի դա նաեւ մեսեջները պարունակում են ոչ կոռեկտություն, իհարկե այդտեղ վիրավորանք չկա, ուղղակի մարդիկ ցույց են տալիս իրենց դեմքը, թե ինչպես են իրենք շփվում առասարակ իրենց հարազատների հետ, իրենց լեքսիկոնը եւ շփման ձևը։ Դուք ինձ այդպես չեք վիրավորում բնավ կամ էլ թե ինչ որ վնասում, այլ ցույց եք տալիս ձեր մակարդակը։ Եվ ես ինչ պետք է ձեզ միշտ գրում եմ, մի քանի անգամ արդեն հանդիպել եմ այդպիսի սխալմամբ ուղարկված մեսեջների, բայց չեմ զլանում, սթորիով էլ ասում եմ փորձեք ավելի զգուշ լինել, որովհետև նորից ու նորից դուք այդպես ցույց եք տալիս ձեր գրագիտությունը եւ դեմքը։ Տոմները ո՞նց են։ Ասենք ես ինչ, այսի ոնց է կոտում։ Բայց լիսա, Ռոզա, նայ, մաքուր լիսա։ Այս ներքևի մասը վես ընդհանուր։ Այս ինչ։ Անդա, ես տատին, պապին։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես եմ կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը, դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր, հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառնենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, այո, երեխեք ջան, Ռոզան ծնեց գաղտնի ապահել, իր երեխուն գաղտնի ապահել ձեզանից, այո, Ձու, սիրիլ ա քեզ, ուժս, հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։
Բարի լույս։ Այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին։ Գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծնունդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրեմ սենց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում եւ վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է եւ կարծեմ մի տարի եւ անվավերաճանաչվում նաեւ ձեր տեսական քննությունը ես հանձնել եմ 3 օր պարապելով 19 թե 18 հավաքելով առաջին անգամից հիմա անվավերաճանաչվեց մի տարի ես ոչ մի բան չարեցի նորից պիտի գնամ տեսականը հանձնամ որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին ատամնաբուժարանը այսօր գնացել ես մի կողմից լրիվ թմրած է խոսելուց էլ կնկատեք դուրս եկա ատամնաբուժարանից մոտեցան նկարվելու հիմա ոչ կարողանում եմ ժպտամ ոչ չժպտալն է ճիշտ սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ չգիտեմ նկատեցին չնկատեցին չնայած մի հատ էլ հասա տանմատ շենքի մոտեցան նկարվելու Անկամ վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման եւ չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Հենց սենց կցել եմ, ինչ ես սարքում? Սարքում եմ իրով, Ինչով? սիրտուտ ինչով որոզում, Լավաշով, հումորով ու մեկ նման, մայրիկիս, այս զրզմփա ես տանջոտի զրզմփա ապարատը վերելա, որ պիրոտ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարո քարուչյան կամ եմ տենում, որ ձորք են։ որ հարմ է մեջ Հետո 5 ջույ աստեղ լցրել, այդ կարակը լցնելու է սրա մեջ, հետո կարակը ավելացրեցինք, ինչին, ախորսամա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին, Պեսոկին, հետո ձետ ու կարակ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է Քացախ խնդորին Մի րոպե, ինձ սմետանի քացախ է Չէ, հիմա քացախ ենք ավելացնում Բայց ես ինչ է, սմետանու ինչ Սոդա Սոդա, բա մածուն Մի գտարել մածուն Ու հիմա է քացախ Վաա Այդքան քացախոր լցրեցիր Մամ, հետո Ինչ ես պատրաստում Ասա Ասեմ, որ մայրիկի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես ես կծեմ մեջ Կծի